Հիմա մյուս օգտատերը Լևոն Թոքմաջյանը ուղարկել է այս հարցը։ Շատերի կարծիքով Իրանը լրիվ անկախ քաղաքականություն է վարում։ Արդեն հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում։ Նույնիսկ շատ դեպքերում դիմում է պարզ ապրանքափոխանակության, միայն թե չկապվի դոլարին եւ իր նավթով չապահովի դոլարը։ Եվ զանազան սանկցիաներն ավելի ամրապնդում են Իրանի դիրքը, քան թույլատնում։ Որքանով է դա իրականությանը համապատասխանում եւ որքանով է շահեկան մեզ համար։ Չէ, դա իրականությանը բնավ չի համապատասխանում, որ այսինքն բարտերի է դիմում, շատ հազվադեպ դեպքում միևնույն է անգամ բարտեր է կատարվում, ցանկացած փող տվյալում դոլար, նաեւ հաշվարկային միավոր է, հաշվարկ ինչով է կատարվում, այսինքն ասում է ընդհանրեն 200 միլիոն դոլարի այսինքն վերջը դա սա առաջին, երկրորդը, եթե ամրացնելու լիներ այդ շրջափակումը, Իրանը ամեն ինչ չէր անի, որպեսզի այդ սանկցիաները դուրս գան։ Երրորդը, ինչով է Իրանը անկախ։ Իրանը իր վառելիքը նույնձևի ծախում է, այսօր անկախ երկիր չկա եւ չի կարող լինել, այսինքն համաշխարհային առևտրի պայմաններում անկախ երկիր կարող է ինչ-որ մի հատ, չգիտեմ, Խաղաղօվկիանոսյան ինչ-որ երկիր, որը ինչ-որ մի բան, անկախություն չկա, եթե դու միջազգային նախ անդամ ես միջազգային կազմակերպությունների, օրինակ Շվեյցարիան իշեն բավականին երկար ժամանակ ՄԱԿ-ի անդամ չէր, որտեղ գտնում էր, որ դա եւ իրավացիորեն գտնում էր, որ դա իր գերիշխանության ոտնահարում է, որտեղ որ դառնում ես ՄԱԿ-ի անդամ, դու որոշակի կոպետականության նկատմամբ վերահսկողություն ես սահմանում այդ կազմակերպության կողմից։ Հետևաբար Իրանը չէ։ Եթե Իրանի եւ Արևմուտքի հարաբերությունները բարելավում են, կարծեք թե նման միտումներ կա դանդաղություն, իհարկե մեզ համար լավ է, որովհետեւ Իրանի վրայից կվերանան այդ պատժամիջոցները, ավելի մեծ համար դուրին կլինի հարաբերություններ զարգացնել եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից էլ Իրանի դերի բարձրացումը նաեւ հակակշռ է թուրքական ազդեցությանը։ Կարծում եմ այսօր հատկապես Միացյալ Նահանգները, որոնք ոչ տեր ունեն, ինչ-որ շահագրգռություններ ունեն։ Չմոռանանք, մեր այստեղ շատ կարևոր հարց կա, որ Իրանը դա շիա երկիր է, ամենամեծ շիա երկիրը, եւ սուննիական աշխարհը այսօր բավականին ագրեսիվ է, բավականին հզորացած է, աշխարհի առնելով Սաուդյան Արաբիայի հարստացումը եւ այլն, հետեւաբար այդ հավասարակշռությունը պարլամանի միջին արևելքի դա պիտի արվի շիաների եւ սուննիների միջեւ, ուրիշ ճար չկա, այսինքն դու չես կարող նման ներկայություն ապահովես։ Հետևաբար կարծում եմ, որ Իրանի եւ Արևմուտքի հարաբերությունները աստիճանաբար կբարելավեն եւ մեզ համար դա լավ է։